Կառավարությունը պարզեցնում է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Տիկին Գալստյանին կխնդրեմ ներկայացնել մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով։ Խնդրեմ։ Երեկվա կառավարության նիստում ընդունվեց որոշում, որը կարելի ասել շատ էական նշանակություն կունենա հետագա ընթացքում կենսաթոշակների նշանակման վճարման եւ ավելի շատ ստաժների հաշվառման գործընթացում ընդունել են մի քանի դրույթներ, որոնք իրականորեն կպարզեցնեն, կհեշտացնեն կենսաթոշակ նշանակելի ստաժը հաշվարկելու կանոնները, ընթացակարգերը։ Ամենաառաջինը, որ կուզեի ներկայացնել, ինչպես գիտեք, մենք խնդիր ունենք տեղեկատվական բազաների տվյալների, որոշները չեն հավաքագրվել, որոշները չեն պահպանվել, եւ այդ բազա տվյալների առումով մենք աշխատանքային ստաժի կանոնները բաժանել ենք 3 խմբի։ Մինչև 92 թվականը, 92-ից 2004 թվականը, 2004-ից 13 թվականը եւ 13 թվականից հետո։ Այս ժամանակահատվածները, որ բաժանել ենք եւ իրավական կարգավորումներն տարբեր են, իրականում պայմանավորված են, թե որքանով առկա են տվյալներ, բազաներ։ Մինչև 92 թվականը դա խորհրդային ժամանակահատվածն է, աշխատանքային ստաժը հաստատվում է բացառապես միայն աշխատանքային գրքույկով, դե եթե մարդը գրքույկ չի պահել, աշխատանքի ընդունման, ազատման մասին, արխիվային փաստաթղթեր, տեղեկանքներ եւ այլն։ 92-ից 2004 թվականը մեզ համար ստաժ հաստատելու ոչ բարենպաստ ժամանակահատվածն է, որովհետև այս ժամանակահատվածում կարծում եմ հասկանալի է ինչու օբյեկտիվորեն տվյալները չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք ստաժը հաստատելու մասով ոչ թե չեն պահպանվել, այլև հիմնականում չեն պահպանվել կամ ամբողջությամբ չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք հիմնական խնդիրներ ունենում ենք 92-ից 2004 թվականը։ 2004-ից 13 թվականը մինչև այսինքն ներառյալ 12 թվականը արդեն անձնավորված հաշվարկման ժամանակահատվածն է, տվյալները բավականին մենք ունենք, եւ 2013-ից հետո, 13-ին եւ դրանից հետո արդեն հարկային հաշվառման բազան է, ժամանակահատվածն է, հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում տվյալներն ամբողջությամբ առկա են։ Այսինքն ասում եմ մեր Աքիլեսյան գարշապարը ստաժի հաստատելու դա 92-ից 2004 թվականն է։ Եվ այս կառավարության որոշման փորձել ենք բարձրացնել, հեշտացնել հատկապես այդ ժամանակահատվածի ստաժը հաստատելու կանոնները։ Մինչ այսօր գործող ունեցությամբ մենք արդեն սահմանել ենք առանցին դեպքեր, երբ բավարար էր միայն աշխատանքային գրքույկը ստաժը հաստատելու համար այս ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, 92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատվում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վիճակ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթ։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ։ Եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Թե ինչու օբյեկտիվորեն իրավապրակտիկայում այս փաստը քննարկվել է, բազմիցս ներկայացվել է, չեն աշխատել գործառներ եւ այլն, ծիծաղ աշխատողներին չեն ազատել, մեկ էլ 2004 թվականին կամ 2003 թվականին ազատել են կնիքով եւ այլ, այսինքն պատշաճ վերանումներ կատարել են, բայց ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը այդ տարիներին չի աշխատել։ Իսկ կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության համար եւ ոչ միայն աշխատանքային, այլև աշխատած եւ այդ տարիների համար կենսաթոշակի իրավունք տվող վճարը կատարելու համար։ Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներին հիմնականում աշխատել են։ Եվ այս կազմակերպություններին աշխատանքային գործունեության վերաբերյալ, եթե մենք ունենանք ընդունման ազատման տվյալներ, իսկ դա հիմնականում աշխատանքային գրքույկն է, կարող են լինել նաև արխիվային տեղեկանքներ կամ գործատուն կարող է տեղեկանքներ տալ, եթե մինչև այսօր շարունակում է գործունեությունը կամ իրավահաջորդն է։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի։ Կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով։ Իսկ ներողություն, ձեր փորձը ինչ է ցույց տալիս հիմնականում մարդկանց մոտ եղած փաստաթղթերից պակասում է այն մնացածը եւ աշխատանքային գրքույկներ ունենում են իրենց ձեռքի տակ։
Տեսեք ինչու՞ն է բանը։ Մենք ունենք նաև այդ հնարավորությունը օժանդակելու քաղաքացուն, երբ որ աշխատանքային գրքույկը չի պահպանվել։ Որևէ պատճառով կորցրել է, վայրվել է, չի տել, չկա հիմա այդ գրքույկը։ Այս մարդ աշխատել է, ոչ կարող թույլ տալ, որ իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, ասում են, զրոյացվի։ Ինքը հայտարարություն է տալիս այդ դեպքում, եւ մենք փորձում ենք իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություններ ինքներս հավաքագրել։ Արդյունքներ ենք կատարում արխիվի ցուցմամբ, գործատուին ենք հարցում անում, իրավահաջորդ գործատուին ենք հարցում անում։ Այսինքն այն դեպքում, երբ որ չկան այդ տվյալները, փորձում ենք հարցը կարգավորել։ Որպես կանոն հիմնական փաստաթուղթը, ես սիրում եմ ասել, աշխատանքային գործունեության անձնագիրը, դա աշխատանքային գրքույկն է, որտեղ հստակ նշված է մարդը ինչ աշխատանքային գործունեություն է իրականացրել։ Եվ մեր փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային գրքույկը քիչ թե շատ պահպանված է, 100% չէ, բայց մեծամասամբ 80-90% աշխատանքային գրքույկները անձիկ պահպանում են։ Այս կան դեպքեր, որ չեն պահպանվում, այսինքն հիմնական խնդիրը, դե տեսեք, հիմա մի աշխատող դուք եք, մի աշխատող ես եմ։ Ես ունեմ տեղեկատվություն, թե են գործատու սոցիալական վճար կատարել է, թե ոչ, թե աշխատավարձի վճարման մասին համապատասխան հաշվետվություններ ներկայացրել է, թե ոչ։ Այսինքն սրանք այն տվյալներ են, որ մենք արդեն պիտի ունենանք տեղեկատվական բազաներից։ Եվ ես ինչպես ասացի, այսօր իսլամական փոփոխության իմաստը նպատակը հենց նաև որ այդ տեղեկատվական բազաների բացը կարողանանք լրացնել։ Շատ լավ։ Այն ցանկը, որ դուք նշեցիք, դրանք ինչ ընկերություններ են, որ ոլորտներն են ներկայացնում, ոնց եք, ինչի հիմքով եք ընտրել այդ կազմակերպությունը։ Սկզբունքը մեկն է եղել, որ կազմակերպություններն են, որ 92-ից 2004 թվականներին աշխատել են։ Նույնիսկ ինչու 2004, որովհետև 4-ից հետո մենք ունենք արդեն անձնավորված հաշվարկ։ Մինչև 4 թվականը մենք ունենք գործատուների մասին բավական թերի տեղեկատվական բազա, բայց անձնավորված չունենք։ Պետական մարմիններ, ասենք, ովքեր այդ տարիներին աշխատել են, միանշանակ հիշել, որ աշխատել են բանկերը, ֆինանսական կազմակերպություններ աշխատել են, դպրոցներ, բուհեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այսինքն բուժ հաստատություններ։ Առաջի փուլում ավելացրել ենք սրանք, այս փուլում ավելի ճիշտ։ Ես արդեն նշեցի, որ այժմ եղել են, մենք փորձ ունեինք, ուղղակի հիմա այնպես համարձակվեցինք մեր ունեցած դաշտը այդ կազմակերպությունների ցանկը ընդլայնել եւ բավականին մեծ կազմով ընդլայնել։ Հիմնականում պետական կառույցներն են, ճիշտ հասկացա՞մ։ Պետական, ուսումնական, առողջապահական, կուլտուր-մշակութային թատրոնները, կինոթատրոնները, դրանք եւս ներառված են, ոչ միայն պետականն են։ Շատ լավ։ Իսկ փաստաթղթերի կրճատման առումով ինչ փոփոխություններ կան, այսինքն բացի այն, որ դուք նշեցիք բավարար կլինի միայն աշխատանքային գրքույկը, այլ ուղղություններով կա կրճատման տարբերակ։ Անդրադարձել են փաստաթղթերի առումով, տեսեք, աշխատանքային գրքույկը դա միայն քաղաքացու մոտ է, ոնց որ թե պիտի որ այդ փաստաթղթը կարողանա քաղաքացին ներկայացնել, չնայած նշեցի, որ եթե չունենա աշխատանքային գրքույկ որևէ պատճառով նշում է ժամանակահատվածների գործատուն եւ մենք կարողանում ենք այդ տեղեկատվությունը արկայության դեպքում հավաքագրել։ Բայց կուզեի անդրադառնալ նաեւ մեկ այլ հարցերի ստաժների հետ կապված, հեշտացել ենք, բավական հեշտացել ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը հաստատելու գործընթացները փաստաթղթերի կազմը, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատած ժամանակահատվածների վերաբերյալ բազաներն ամբողջական չեն կամ չկան, ապա Լեռնային Ղարաբաղի պարագայում պարզապես դրանք չեն պահպանվել։ Եվ այս դեպքում եւս մինչև 13 թվականը Լեռնային Ղարաբաղում տարածքում աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկի գրառումներով, այսինքն աշխատելու մասին փաստի արկայության դեպքում որևէ արխիվային փաստաթուղթ, որևէ ակտ, որ հավաստի, որ ընդունվել է այսինչ ամսին, այսինչ տարի եւ ազատվել, ապա այդ ժամանակահատվածը կհաշվառվի դրանց ստաժում։ Որպես հենց մասնագիտորեն գնահատական, եթե կարողանանք տալ, այս երկու դրույթներն են, այս երկու որոշումներն են, իրենք բավական էական են նշանակման գործընթացում,
գուցե քաղաքացին չի զգա իր գնալ գալու փաստաթուղթ ներկայացնելու առումով այս փոփոխությունների ազդեցությունը, բայց նշանակման ընթացակարգի արդյունավետությունը միանշանակ բարձրանալու է։ Կրճատվելու են արխիվային հարցումներ կատարելու համար փաստաթղթեր հավաքագրելու, գործատուներին հարցումներ կատարելու, ամբողջ վարչարարական կազմը էականորեն այս կազմակերպությունների պարագայում կրճատվելու է։ Այսինքն մի կողմից համ համակարգի աշխատանքն է ծանրաբեռնվածություն է թեթևանելու, մյուս կողմից էլ այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով փաստաթղթերի պակաս ունեն եւ այդ ստաժի հաշվարկման խնդիր են ունենում, հիմա արդեն այդ գործընթացը բավական թեթևան է, որ սպասում էին, սպասեք պատասխանը չենք ստացել, ես մի ամիս էս չգիտեմ ինչքան ժամանակ կատված այդ հարցերը այս կազմակերպությունների պարագայում դուրս են գալիս։ Իսկ երբ որ արխիվային հարցումները քչանում են, արդեն այն մյուսների դեպքում էլ ռեսուրս արխիվը ունենում է, որ կարողանա ավելի ռացիոնալ օգտագործել, եւ մյուսները այլ բան է ընդհանրենք ամիսը չգիտեմ 10,000 հարցման պատասխանել, այլ բան է 5,000 հարցման պատասխանել, որովհետեւ այն մյուս 5,000-ի կարիքը իհարկե ստվերը օրինակ են բերում, այլևս այդ կարիքը չկա։